Շնորհակալ եմ փառաբանության թիմ ջան, Տերը ձեզի շատ օրհնի։ Ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին։ Տերը ձեզի շատ օրհնի։ Հալելույա։ Ճիշտ ես անում, որ միանում ես, ճիշտ ես անում, որ նայում ես, ճիշտ ես անում, որ գրում ես, հարցեր ես տալիս ու ուզում եմ իմանաս, որ ամեն հարց, որ ուղարկում եք, ես անձամբ եմ պատասխանում։ Ամեն մեկի կարիքներին եւ ամեն մեկի աղոթքներին։ Տերը ձեզի շատ օրհնի։ Այսօր մի խոսք կա, որով որ ուզում եմ կիսվեմ։ Այս խոսքը երեք եմ ստացել ու հենց ուզում եմ թարեմ տամ ձեզ։ Գիտեք ոնց է, սիրելիներս, պատրաստված գնում եմ Նավառասիսկի եկեղեցի ծառայության, երեք մենք այնտեղ ծառայություն ունեցանք, որ հենց հասնում եմ արդեն, որ պետքա մտնեմ քաղաք, ասեմ ծառայությանը շատ կարճ է մնացել, Տերը մի հատ խոսք է տալիս։ Տերը մի հատ խոսք է տալիս ու հենց վերնագիր է տալիս, որ ես այդ վերնագիրը պետքա, հենց այդ խոսքը պետքա խոսամ, հենց վերնագիրը ստացել եմ, ասեմ Տեր, չգիտեմ դու ինչ ես ուզում անես, բայց ես գիտեմ, ինչը որ դու անում ես, ավելի զորավոր է, բարին է, հաճելին ու կատարյալ է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Այսօրվա խոսքը վերնագրել եմ չհանձնվես։ Ինչ ուզում է եղնի չհանձնվես։ Ես չգիտեմ ում համար է, երևի առաջինի իմ համար, սիրելիս, ասենց ասեմ, առաջինի իմ համար է, որ ինչ ուզում է եղնի, պետքա չհանձնվենք։ Կապ չունի ինչ իրավիճակի մեջով ենք անցնում, ինչ խնդիրների մեջով ենք անցնում, ես ու դու պետքա չհանձնվենք։ Հալելույա։ Ու մինչև կանցնեմ խոսքին, այսօրվա խոսքի հետ շատ անմիջական կապ ունեցող մի վկայություն կա, որով որ ուզում եմ կիսվեմ։ Մեր քուրի գամաճեց ինքը բարձրանա բեմում վգայի եւ խնդրել եմ, որ ինքը ինձ հաղորդագրություն գրի, որ ես այդ վգայությունը կարդամ։ Կիսա հայերեն, կիսա ռուսերենա, ես փորձելու եմ հայերեն կարդամ։ Ամեն։ Հալելույա։ Քուրիկը գնում է ասում է, երբ որ ես 4.5 տարեկան եմ, իմ մայրը մահացավ, ու ես ունեմ ավագ եղբայրներ, որ մի եղբայրս ինձանից 15 տարի ամեծ, մյուս եղբայրս 12 տարի ամեծ, ու ասում մենք շատ հարազատ, շատ ջերմ քույր ու եղբայրներ էինք, շատ ջերմ։ Ասում ինչ է, որ ես դառա 18 տարեկան։ Ու երբ որ ասում եմ ես դառա 18 տարեկան, եկավ իմ ամուսնանալու ժամանակը, ու ասում եմ եղբայրս իմ համար ծնողի պես էր, իմ ավագ եղբայրը ինձ համար ծնողի պես էր, ու երբ որ ասում եմ ես պետք է ամուսնանա, եղբայրս դեմ էր, բայց ես ամուսնացա։ Ես ընտանիք կազմեցի, եղբայրս չէր ուզում, որ ես այդ ընտրությունը անեի, դեմ էր իմ ընտրությանը, բայց ես ամուսնացա։ Ու այդ ամուսնությունից հետո 6 տարի իմ եղբայրը իմ հետ չի շփվել, ասելով դու էլ ախպեր չունես։ Ասում եմ ես շատ անգամ փորձել եմ, որ իր հետ խոսամ, շատ անգամ փորձել եմ իր հետ գրեմ, ներողություն խնդրեմ, ասում եմ հարցնում եմ, լավ, ներողություն խնդրեմ, ինչի համար, իմ ընտրության, իմ կյանքի, ես ինչ եմ արել, ինչի համար պետք է ներողություն խնդրեմ։ Ու ասում եմ ես բազում փորձեր եմ արել, բազում փորձեր արեցի, որպեսզի իր հետ շփվեմ, բայց ապարդյուն եղբայրս նույնիսկ իմ զանգերին ու իմ գրազներին չէր պատասխանում։ Ասում եմ վերջի ծառայության ժամանակ ես լսեցի ձեր վկայությունը, որ դուք վկայեցիք ձեր եւ ձեր եղբոր մասին, որ հիմա իրար հետ շատ ջերմ հարաբերության մեջ եք, ու ասում եմ որոշեցի, որ պետքա մոդենամ ձեր հետ խոսամ ու ծառայությունից հետո ասում եմ երբ որ ձեզ դահլիճում չտեսա, ասում եմ էլի հուսախապ եղա, հիասթափվեցի, ասում եմ բայց ներսիցս որոշեցի, որ չէ, ինչ ուզում ա եղնի, ես պետքա գնամ խոսալու եւ դուրս եկա ասում եմ ձեզ միջանցքում տեսա դե մնացածը գիտեք ինքն ա գրում բայց մնացածը ես պատմեմ դե մնացածը գիտեք երբ որ քույրիկ եկավ ու ինձ վկայեց այս մասին որ գիտեք հովիվ սենց բան ա եղել ու ահագին ժամանակ ես իմ եղբոր հետ չեմ շփվում իմ եղբայրը ինձ բանատեղ չի դնում ու չգիտեմ ես ինչ անեմ գիտեք Աստծո զորավոր ներկայություն կար ու մի բան որ ես երկնքից ստացա ու ասեցի ուրեմն Զանգի եղբորդ ասա զանգել եմ ասեմ որ ես քեզ սիրում եմ ու ասի ու հատ բոյ կդաս ասма ոնց ասեմ հա կասես զանգել եմ ասեմ որ ես քեզ սիրում եմ ու հատ բոյ կդաս ասումա լավ տիրոջ զորավոր ներկայություն կար ու քույրիկը գնում ա տուն ու գիտեք ինքը իր հետ կռիվ անում ասում հա զանգեմ ներողություն խնդրեմ հա լավ ինչի համար բայց ես ոչի բան չեմ արել ասում լավ կայնի զանգեմ ասում հետո շարը կգցեմ երեխուս վրա կասեմ երեխեն ա զանգե երևի հա որ ու ասում գիտեք երբ որ այդենց իմ հետ կռիվ է անում ու ասում ինքս ինձ ասեցի անունը չեմ տա
դե քեզ բան են ասել, ոնց որ ասել են, դենց էլ արա։ Ասում առաջի անգամ երբ որ զանգեցի, չկարողացա խոսալ, բայց երկրորդ անգամ հենց որ զանգեցի, ասում հեռախոսը վերցրեց, ասում ասեցի զանգել եմ ասեմ, որ ես քեզ սիրում եմ ու հեռախոսը դրեցի։ Ու ասում երբ որ դրեցի, ասեցի Տեր, ինչ որ ասեցիր, ես արեցի։ Հալելույա։ Եվ 1 ժամ հետո անցավ 1 ժամ, եւ 1 ժամ հետո եղբայրս հետ զանգեց։ Հալելույա։ Եվ մենք այնպես ենք խոսում, կարծես ոչինչ չի եղել։ Նա հարցնում էր ամենից, բոլորից, բարևում էր բոլորին։ Հալելույա։ Եվ երբ որ ես հեռախոսը դրեցի, անջատեցի, ասում ձեռքերս դողում էին, ես բարձր ձայնով աղաղակում ու լացում էի, ոչ թե նրա համար, որ մենք եղբորս հետ հաշտվեցինք, այլ նրա համար, որ Աստված զորավոր է ու շատ արագ պատասխանում է, եւ Աստված հարաբերություններ կառուցող Աստված է։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Շնորհակալություն ձեզ եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Աստված ձեր միջոցով ինձ հետ խոսեց, եւ նաեւ ես մալադեց, ինձ մալadzեց, ուզում եմ կարևոր բան ասեմ, եւ նաեւ ինձ մալadzեց, որ ես կարողացա կոտրեի իմ հպարտությունը եւ զանգահարեի։ Փառք Հիսուսին։ Այ ուզում եմ ասեմ, չհանձնվես։ Սիրելիս չհանձնվես, գիտես, 6 տարի քույր ու եղբայր իրար հետ չեն խոսացել, բայց մի հատ կարևոր բան կա, ես քեզ սիրում եմ։ Մի հատ կարևոր բան կա, Աստված ինքը սեր է, ու սերը գիտեք ինչ անում, այդ սերն էր, Աստծո սերն էր, որ այնքան սիրեց ինձ ու քեզ, որ իր կյանքը դրեց, որպեսզի ամեն հավատացող չկորչի սիրելիս։ Ամեն, ու գիտեք կարևոր պահը որն է, որ ասում եմ ու հենց որ ասես կդնես, էլ ավել բան չխոսաս։ Դու հենց այդքանը կասես կդնես, դու ավել բան չխոսաս։ Գիտես, որովհետև գիտեի ներսից, որովհետև Տերը ասել էր, դու այդքանը կասես։ Ուրիշ բան չանես, մնացածը Տերը կանի։ Ամեն։ Աստված իր գործի մեջ հավատարիմ է, սիրելիս, մնում է ես ու դու հավատարիմ եղնենք։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Չհանձնվես։ Ինչ ուզում եղնի չհանձնվես։ Ես չգիտեմ դու ինչ իրավիճակով ես անցնում, ուզում եմ ասեմ չհանձնվես։ Ինչ դժվարության մեջով ես անցնում, ուզում եմ քեզ ասեմ հանգարտ չհանձնվես։ Ինչ խնդիր ուզում եղնի հանգարտ չհանձնվես։ Հալելույա։ Դու ստեղ ես։ Հալելույա, հանգարտ չհանձնվես։ Մի եղբոր հետ խոսում եմ, ինքը ահագին ժամանակա պայմանական ազատազրկման մեջ է, ու այդ եղբորը հետ մենք ժամանակ առ ժամանակ իր հետ շփվում ենք, ու ինքը պայմանական ազատազրկման մեջ է, ու ինքը գիտեք չի կարողանում իրան պայի, իրան ճիշտ պայի, իր ներսը ճիշտ պայի, ու անընդհատ խնդիրներ է ինքը իր մեջ իր հետ առաջացնում, խնդիրներ է առաջացնում ընտանիքի համար, եւ գալիս են ու փորձում են ոդքին կաբանքներ են դնում, որ ինքը տարածքից դուրս չգա, որ ինքը սենագից դուրս չգա, եւ երբ որ ինքը սենագից կամ տարածքից դուրս է գալիս, երբ որ ինքը սենագից կամ տարածքից դուրս է գալիս, իր հետևից գալիս են, ասում են, որ դուք խախտել եք այս սահմանը, ու ինքը չգիտես ինչի սահմանա փակված է, չի կարող ոչ մի բան անի, ու ինքը իմ հետ խոսալուց սենց մունատ է գալիս, հայերեն բարձի, հա, ինքը սենց նեղանում է մի խոսքով, երևի ես եմ մեղավոր, խիա դենց խիա Աստված իրան չի պատասխանում, ու գիտեք, մենք իր հետ սկսում ենք շփվել։ Ու մենք իր հետ երբ որ սկսում ենք շփվել, տարբեր հարցեր եմ ես իրան տալիս։ Ես տարբեր հարցեր եմ իրան տալիս, ու գիտեք, հարցնում եմ, ասում եմ, լսի, երբանից սկսեցիր գնահատել ազատության գինը։ Երբանից սկսեցիր գնահատել ազատության գինը։ Հալելույա։ Երբանից սկսեցիր գնահատել ազատության գինը։ Երևի այն ժամանակ, որ էլ ազատությունը շատ քաղցր ու թանկ բան էր իր համար։ Երևի այն ժամանակ, որ էլ չի կարում խանութ գնա, էլ չի կարում դուրս գա, էլ չի կարում, չգիտեմ, անի այն ինչը որ անում է, հետո իրավիճակը փոխվեց ու ինքը որոշ ժամանակ, երբ որ իրան ճիշտ էր պահում, որոշ ժամանակ ինքը որ իրան ճիշտ էր պահում, սահմանները լենացրեցին, արդեն ոչ մենակ տանից կարար մինչև հայատ դուրս գար, հայատի մեջ ման գար, հետո անցավ ժամանակ, արդեն այդ ամենը փոխեցին, իր ոտից այդ կաբանքը արձակեցին ու ինքը արդեն կարար քաղաքում դուրս, քաղաքի մեջ եղներ ու հիմա արդեն մի բան է մնացել իրան, որ ինքը պետք է ուղղակի քաղաքից չբացակայի։ Ու այս վերջերս մենք իր հետ խոսում ենք ու գիտեք ինչ ասում, ես գիտեմ։
Մեկին պետք է մի հատ լավ գին վճարեմ։ Մի հատ գին պետք է վճարեմ, որ այս արգելքները ին վրայից հանի։ Ազատությունը գին ունի։ Ու ասում տեն ասում անունն է տալու։ Ասում ես գիտեմ ով կարա ինձ ազատի։ Ու տալիս է ինչ որ մեկի Եսիմյան Եսիմինչի անուն ազգանուն։ Ասում եմ լսի ազատությունը անուն ունի ու իր անունն է Հիսուս Քրիստոս։ Հալելույա։ Ազատությունը անուն ունի ու իր անունն է Հիսուս Քրիստոս։ Սիրելիս, չգիտես ինչի մենք տարբեր բաներ կանանք մտածենք, բայց ազատությունը անուն ունի, սիրելիս։ Ամեն։ Մեր ազատությունը, իմ ու քո ազատությունը անուն ունի։ Եկեք իրար հետ մի տեղ կարդանք։ Ասում ներողություն, ինչ կկարդանք։ Ասում խիդենց մեկը կա, որ կարա իրանք տանեն ներսենեն ու ինքը Աստծուն փառավորի։ Կա դենց մեկը։ Մեկին ասա էլի, որ իրան տարել են ներսեն արե ու ինքը սկսել Աստծուն փառավորել։ Ասում եմ, լսի, երկուսը կան։ Մեկը չէ, երկուսը կան։ Հաստատ երկուսի անունը կարամ տամ։ Ասում արի բացենք իրար հետ կարդանք։ Մեկի անունը Պողոս է, մյուսի անունը Շիղա։ Արի իրար հետ կարդանք։ Ու գիտեք ինչ ձև են Պողոսն ու Շիղան, ինչ մարդիկ են։ Աստծո անունը փառավորող մարդիկ, Աստծո անունի համար ծեծուծող մարդիկ, պատիվ ունեն Աստծո համար ծեծվելու։ Եվ տեսեք ինչ ասում, Գործք առաքելոց 16:22-ը։ Եվ ամբողջը կիտվեցավ նրանց վրա, եւ զորագլուխները նրանց հանդերձները հանեցին, եւ հրաման տվին, որ ծեծեն։ Հրաման տվին, որ ծեծեն, եւ նրանց շատ խոցեր տալուց հետո բանտը գցեցին եւ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշ պահե։ Նա էլ այդ պատվերը առած նրանց ներսի բանտը գցեց եւ նրանց ոտները պնդացրեց կոճղումը։ Լավ կաբել է, հենց է կաբե, որ էլ շարժվելու տեղ չունենա։ Всё, բրձավ։ Տեր ջան, քո անունի համար էինք անում։ Տեր, բա քո անունի համար էինք անում, քո համար ենք փառավորում։ Հələ քո համար ծեծվանք, հերիք չի, հետնե բերել են, գիտես ինչ են արել։ Հերիք չի կանդալներ, նարուշնիկներ են ձեռների մեզ գցե, կաբանքներ են գցե, հետնե կոճի մեջ մխել են, որ շարժվելու հնարավորություն է չունենանք, այսինքն շարժվելու հնարավորություն չի եղել։ Երևի վաղն է գլխադելու են։ Բայց Աստծո խոսքը գիտես ինչ է ասում, եւ կես գիշերին Պողոսն ու Շիղան աղոտ կանելով օրհնում էին Աստծուն եւ բանտարկվածներն էլ նրանց ականջ էին դնում։ Ինչիդ վրա է ուրախած է Պողոս, ինչիդ վրա է ուրախած է Շիղա։ Ձեր Աստված ինչ արեց, բախի ձեզի չազատեց, բախի ձեր Աստված չազատեց, բայց Պողոսն ու Շիղան որոշեցին չհանձնվեն։ Էլ մինչև ուր չհանձնվես, արդեն կաբել են, արդեն ոտներիդ խփել են, շարժվելու տեղ չունես, էլ ուր չհանձնվես, էլ ում համար չհանձնվես։ Գիտես ում համար չեն հանձնվում։ Բանտարկվածների ու բանդապետի համար, բանդապետի ընտանիքի համար։ Երբ որ Աստծո խոսքը ասում է, եւ կես գիշերին աղոտ կարեցին, բանտարկվածներն լսում են եւ հանկարծակի մեջ շարժ եղավ, մինչև որ բանտի հիմքերն էլ շարժվում են, եւ իսկույն բոլոր դռները բացվեցան, եւ ամեն կապանքներն էլ արձակվեցան, փառք Հիսուսին։ Բոլոր դռները ասում է բացվեցան, սիրելիս, բոլոր կապանքներն էլ արձակվեցան, համ դռներն են բացվել, համ կապանքներն են արձակվել։ Պատկերացնում ես բանդապետի վիճակը։ Ինքը իրան ամենակարողի տեղ է դնում, ինքը իրան իրավիճակի թագավորի տեղն է դնում, բալանիները իր մոտնա, ում կուզի կկաբի, ում կուզի կարձակի։ Բայց գիտես, գալի մտնում է մի հատ սարսափելի բան է տենում, վախենում է, բանդի դռները բացված են, կապանքները ազատված են, ոչ մեկ չի գնացել։ Ուզում է ինքնասպան եղնի, պատկերացնում ես, ամենակարողի տեղ դրած բանդապետը ուզում է ինքնասպան եղնի, որովհետև հայտնվել է անելանելի վիճակի մեջ, բայց Պողոսն ու Շիղան չեն հանձնվում։ Գիտես ինչ են ասում, անձիդ ձեռք չդաս, որովհետև ամենքս էլ էստեղ ենք, ոչ մեկ չի փախե։ Եվ Աստծո խոսքը ասում է, եւ նրանց դուրս հանեց բանդապետը ու հարցնում է, Տերեր, այն վաղ բանդարկվածներ էին, հիմա արդեն տերեր են դարել։ Տերեր, ինչ անեմ։ Ասում է Տեր Հիսուս Քրիստոսին Տեր ու փրկիչ ընտունիքը փրկվես դու եւ քո տունը, փառք Հիսուսին։ Գիտեք ինչա տեղի ունենում սիրելիս, երկու հոգի
բանդի մեջ որոշել էին չհանձնվեին։ Երկու հոգի բանդի մեջ որոշել էին չհանձնվեն, բայց չգիտես ինչի, մեկին հանգարց մի հատ բան ես ասում, թթու բառ ես ասում, վсё, վերջ։ Վերջացավ, պայքարելու այդ ցանկությունը, այդ ուժը կորում է։ Պայքարելու ցանկությունը, այդ եռանդ, այդ ամենը կորում է։ Ոչ մեկ չի ուզում պայքարի։ Հանգարց մեկի վրա ինչ որ մի հատ սխալ, ինչ որ մեկին ինչ որ բանում ասեն սահմանափակում ես, ինչ որ մի պատկերացրու օրենք ընդունեն, երկրում օրենք ընդունեն, որ եկեղեցում պետքա ծառայություն չեղնի, էլ ոչ մեկ ոչ միտեղ չի հավաքվելու։ Ուզում եմ քեզի ասեմ, նոր բան չի։ Դες բաներ շատ են արել, բայց ես ու դու պետքա չհանձնվենք։ Մենք մի օր կլսենք, կգա ժամանակ, որ մեզի ոչ մեկ չի թողա հավաքվենք, սենց Աստծո խոսք քարոզենք, բայց ես ու դու, լսի, ուզում եմ իմանաս, որ ես ու դու պետքա չհանձնվենք։ Որովհետև Աստվածաշունչը որ կարդաս, շատ տեղեր կտենաս, որ դենց օրենքներ շատ են ընդունել, բայց եղել են մարդիկ, որ իրանք որոշում են կայացրել, մեկը ինչ ուզում է եղնի, ես ոնց աղոթում եմ, աղոթելու եմ։ Երբ որ թագավորը հրամանակ կնքում, որ համոզում են թագավորին, որ ունենց անեն, որ Դանիելը հանգար չաղոթի, որ ինչ որ ունենա խնդրելու մենակ թագավորից խնդրի։ Պատկերացնում եք, ասենք այն ինչը որ ես ու դու կարանք մեր ամենակարող Աստծուց խնդրենք, օրենք ընդունեն, ասեն չէ, դուք թագավորից խնդրի։ Այս թագավոր իրանում տեղնադեր է, երևի մի բան շփոթել է, բայց Դանիելը գիտի ճշմարտությունը, հասկանում ես, կապ չունի ինչ օրենք են ընդունում։ Աստծո խոսքը ասում է, եւ Դանիելը շարունակում էր աղոթ կանել, օրը 3 անգամ ոնց որ միշտ աղոթում էր։ Չէ, ինչ ես խոսում։ Քեզի կտանենք գցեն դժոխք, կտանենք կրագի մեջ կգցեն։ Որոշել են, վերջ, օրենք են ընդունել, պետքա երկրպագություն անեք, այս 6 մետրանոց արձանին, Նաբուգոդոնոսորի կանգնացրած արձանին, բայց Դանիելը երել ինգերներ ուներ, Սետրակ, Մեսակ, Աբեդնագովը, ասին, ինչ ուզում է եղնի, մենք չենք հանձնվում, մենք ունենք Աստված, որին որ մենք հավատում ենք, ու մենք գիտենք, որ մեր Աստված մեզի կազատի, չազատել, մեգա մենք չենք հանձնվում։ Երևի 3 ընկերով հավաքվել են, երբ որ տեսան կրակի հնոցը վարված, ուզում եմ մի հատ բան պատկերացնել, սիրելիս։ Հստակ բան, հայտնություն, որ ես ստացել եմ իմ համար։ Հստակ որոշում կար, ավելի լավ է 5 րոպե այս կրակի մեջ վարվեմ, մոխրանամ, բայց Աստծո ներկայության մեջ փառավորվեմ, քանց թե հանձնվեմ ու դժոխքի կրակի մեջ հավիդյան վարվեմ, փառք Հիսուսին։ Ու տեսեք, հստակ ասում է, հստակ, երբ որ կրակի հնոցը 7 անգամ ուժեղացրին, որոշում կար, տղեկ, գնում ենք վարվելու, մեր Աստծո անունը պահելու, չենք հանձնվում, ինչ ուզում է եղնի, մեր Աստված կպահի, չպահել, չենք հանձնվում։ 3-ին գցին, 3 հոգու գցեցին այդ կրակի հնոցի մեջ, բայց աշխարհը 4-ին տեսավ։ Երբ որ դու չես հանձնվում, սիրելիս, աշխարհը տենում է Հիսուս Քրիստոսին, որ քո թիկունքում կանգնած է։ Հալելույա, չհանձնվես։ Ինչ ուզում է եղնի, չհանձնվես։ Ստեփանոս հանգարց չհանձնվես։ Հիսուսի համար, դու Հիսուսին ես հետևում, դու եկեղեցի ես գնում, որ եկեղեցուց ես։ Աղանդավոր ես։ Դարի քեզ քարկոցենք։ Ու տեսեք Աստծո խոսքը, որ կարտաս ընդ հստակ գրված է, Ստեփանոսին կանչում են քարկոցելու։ Քարերը առնում են, ունգնում են Ստեփանոսի ջանը։ Կներես, որ սենց եմ ասում, բայց Աստվածաշունչը այնքան հստակ է ասում։ Գործ Կառակելոց 5-րդ գլուխ 55 խոսքը։ Իսկ նա լցված Սուրբ Հոգով դեպի երկինք նայեց եւ Աստծո փառքը տեսավ եւ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմը եւ ասեց. ահա տեսնում եմ երկինքը բացված եւ մարդու որդին կանգնած Աստծո աջ կողմը, փառք Հիսուսին։ Հալելույա։ Գիտես, Հիսուսը կանգնած Ստեփանոսին ասում էր չհանձնվես հանգարց։ Հանգարց չհանձնվես, ես քո հետ գործ ունեմ, հանգարց չհանձնվես։ Ու գիտեք, այդ ամեն ինչը տենալով քարկոցում են, չգիտես, ահա որ քարկոցում են, պատկերացնում ես, ասում է, տենում ես, մի բան արա, բայց գիտես ինչ ասում, տենում ես, խնդրում եմ, հանգարց, իրանց ոչ մի բան չանես, չեն հասկանում ինչ են անում։ Այս մեղքը իրանց վրա չեղնի հանգարց էլի։ Ես սային որոշումն է, ես որոշել եմ, մերն եմ էլ մեգա հավատարիմ գալու եմ քո հետևից։ Մերն եմ մեգա չեմ հանձնվելու, իրանց ասածը չեմ անելու։ Հանգարց այս մեղքը իրանց վրա չդնես։
Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ 56-րդ խոսքը։ Իսկ նրանք մեծաձայն աղաղակելով խփեցին իրենց ականջները եւ միասին հարձակվեցին նրա վրա։ Եվ քաղաքից դուրս հանելով նրանք հարկոցում էին եւ վկաներն իրենց հանդերձները դնում էին մի երիտասարդի ոտների մոտ, որ Սողոս էր կոչվում։ Եվ քարկոցում էին Ստեփանոսին, որ կանչում էր եւ ասում էր. Տեր Հիսուս, ընդունի իմ հոգին, եւ ծուն դրա եւ բարձր ձայնով աղաղակես. Տեր, այդ մեղքը մի համարիր դրանց համար, եւ այս ասելով ննջեց։ Եվ Սողոսը կամակից էր նրան սպանելուն։ Այս Սողոսը գիտեք ով էր։ Գիտեք ով էր այդ Սողոսը։ Պատկերացնում ես Ստեփանոսը, այն որ որոշեց մինչև վերջ չհանձնվի։ Այն Սողոսի սրդի մեջ սերեմ գցողներից մեկն էր, որ կադաղումը ոնց կարա Աստծո մարդը չհանձնվի։ Հետո Սողոսը դարավ Պողոս, ու հենց այդ նույն Սողոսն էր, որ Շիղայի հետ բանդում որոշեցին չհանձնվեն, հանգարց չհանձնվես, սիրելիս։ Հալելույա։ Հանգարց չհանձնվես։ Հանգարց չհանձնվես։ Ինչ ես ասում, հեշտ ես ասում, հիվանդության մեջ եմ, վերքերի մեջ եմ, խնդիրների մեջ եմ, սիրելիս ուզում եմ ասեմ, չհանձնվես։ Կապ չունի ինչ հիվանդության մեջ ես, ինչ խնդիրների մեջ ես, հանգարց չհանձնվես, որովհետև քո համար բժշկություն կա, քո համար բժիշկ կա, իր անունն է Տեր Հիսուս Քրիստոս։ Հալելույա։ Այս պատմությունը, որ ասում եմ սիրելիս, համ Մատթեոսում է գրված, համ Ղուկասում է գրված, համ Մարկոսում է գրված, բոլոր 3 ավետարանում էլ գրված է։ Նա 12 տարվա հիվանդ կին, 12 տարի տառապում է։ 12 տարի տառապանքի մեջ է, բայց գիտես ինչ անում, չի հանձնվում։ Ամեն ինչ արել է, խոսքը ասում է, լավ ունեցվածքի տեր էր, ծախեց, ֆինանսները ծախեց, բայց ոչ մի օգուտ չեղավ, ավելի վատացավ, բայց ինքը որոշեց չհանձնվի։ Ինքը որոշեց չհանձնվի։ Ու հենց որ Քրիստոսի հանդերձին ծայրին կբավ, Աստծո խոսքն ասում է Մատթեոս 9-րդ գլուխ 20-րդ խոսքից է։ Երբ որ կբավ, բժշկվեցավ։ 20-րդ խոսքից է գրված, հենց կբավ բժշկվեցավ, բան փոխվեց իր մոտ։ Որոշել եմ, չեմ հանձնվելու։ Ինչ ուզում է եղնի, ես չեմ հանձնվելու։ Ու Հիսուս ասում է, ով կբավ ինձ։ Հիսուս այնքան մարդ կա, հարցնում ես ով կբավ։ Հələ այսքան մարդ կա, չէ։ Մեկը ուրիշ ձև կբավ։ Մեկը մինչև վերջ որոշել որ ինքը չի հանձնվելու։ Ինքը հավատքով կբավ, ու իր բժշկությունը վերցեց, ինքը չի հանձնվել։ Եվ Աստծո խոսքը ասում է կինը իսկույն բժշկվեցավ եւ Տերը ասեց քո հավատքը քեզ բժշկեց։ Հանգարց չհանձնվես, սիրելիս։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հալելույա։ Չհանձնվես։ Կար ժամանակ, որ ահավոր դժվարությունների մեջով է անցնում։ Ահավոր։ Դրսից չէր երևում։ Բայց ներսս տագն ու վրա էր եղել։ Ահավոր դժվարության մեջով է անցնում։ Ու գիտես, երբ որ խնդիրների մեջով, դժվարությունների մեջով անցնում ես, անենց կարիք ունես, որ մեկը քեզ ասի, լսի հետդ եմ հանգարց չվախենաս, հանգարց չհանձնվես։ Նորմալ է, չէ, որ կարիք ունես, որ մեկը զանգի քեզ ասի, լսի հետդ եմ հանգարց չհանձնվես։ Ու ներսից գիտեք ինչ վիճակ էր, որ բարերով չեմ կարա ներկայացնեմ, թե ինչ ընթացքը որ անցնում էի։ Ահագին ժամանակ առաջ։ Ու եղբայրներից մեկը զանգեց։ Պարգևով լցված եղբայր։ Զանգեց, ասում է, լսի աղոթում էի քո համար։ Տերը ցույց տվեց ինչ դժվարության մեջով ես անցնում։ Ուզում եմ ասեմ, հանգարց չհանձնվես։ Դե հայ եմ, չէ, մի քիչ կասեմ, ես հանձնվող տղա եմ։ Բայց գիտես, կանգնել եմ, ուզում եմ պատկերացնես, որ մարդը վազում է ու շունչը կդրվում է, այսենց կանգնած է, մի հատ ընթացքի ու սենց շունչ է քաշում, շնչում է, ու ստեղ կարևոր որոշման հարց է,
շունչ առնեմ, վազեմ առաջ, թե շունչ առնեմ, ասեմ, էլ չեմ կարա։ Որ զանգեց ասավ հանգարց չհանձնվես, նես չէր որ որոշել էի ասեի, էլ չեմ կարա։ Ասեմ Տեր շնորհակալ եմ, որ իմ հետ խոսում ես։ Մեգա ինչ էլ ուզում է եղնի, ես հանձնվողը չեմ։ Ու գիտես այդ ժամանակ ասեմ խոսա, երևի նորմալ է, որ դու էլ ուզենաս, որ ասես, այ հովիվս զանգեր, ինձ ասեր, հանգարց չհանձնվես, հովիվս հանգեր, հանգարց չհանձնվես, բայց գիտես հովը չի զանգի քեզի, Տերը թույլ չի տար հովը զանգի, որտեղից գիտեմ, Աստվածաշունչ կարդացեք, կարդում եմ այդ տեղը ցնցված եմ ուղակի, 4-րդ Թագավորաց 4-րդ գլուխ 26-րդ խոսքից։ Մի հատ կին, որ երեխա չուներ, Աստծո ծառան եկել էր, Աստված այդ ծառայի խոսքով, Աստված այդ ծառայի միջոցով օրհնեց կնոջը, որպեսզի կինը երեխա ունենա, բայց օրհնողը Աստված էր։ Ու հանկարծ այդ երեխան մեռել է։ Ու այդ երեխան մահացել է։ Երբ որ երեխան մահացավ, կինը գիտեք ինչ անում, հարուստ կին էր։ Վերնատանը, որտեղ որ Աստծո ծառայի համար սարքել էին, երեխունը տե դնում, պատկերացնում եք իր երեխու դիագը դնում, չի հանձնվում։ Դուրս է գալիս ամուսին ասում է, «Էս ուր ես գնում, ինչ եղել»։ Հեչ, ոչ մի բան չի եղել։ Ոչ մի բան, չի ասում ոչ մի բան։ Գնում է Աստծո ծառայի մոտ։ Գնում է Աստծո ծառայի մոտ, ու երբ որ Աստծո ծառան տենում է, Եղիսեն տենում ասում է, «Էն կինը, էս էն կինն է»։ Հələ գնա, քեզի հələ գնա հարցրու, ամեն ինչ նորմալ է, տնեցիք լավ են, ամուսինը լավ է, երեխեն լավ է։ 26-րդ խոսքից, արդ վազիր նրան, դիմավորիր եւ ասիր նրան։ Ողջ առողջ ես։ Ողջ առողջ է մարդդ։ Եվ ողջ առողջ է երեխադ։ Եվ նա ասեց, ողջ առողջ։ Տենում եք ես բառնորդից է եկե, ողջ առողջ, բայց տեղ ուրիշ բան է ասում, ողջ առողջ, չի հանձնվում, բայց երեխեն մեռած դրած է, ինքը չի հանձնվում, ողջ առողջ, և կինը գնաց Սարը Աստծո մարդու մոտ և բռնեց նրա ոտքերը, և Գեհազիան մոտեցավ, որ նրան ետ քաշե, բայց Աստծո մարդը ասեց, թող տուր դրան, որովհետև սիրտը ցաված է, և Տերը ծածկել է ինձանից և ինձ չի իմացրել։ Գիտես, երբ որ դժվարության մեջով անցնելուց կեղնես, ու այդ պահին ոչ մեկ քեզի չզանգի, ոչ մեկ քեզի չզանգի, ոչ մեկ, ոչ ավակը զանգի, ոչ ամենահարազատ մարդը զանգի, ոչ ինչ-որ մեկը ում հետ որ դու շատ մտերիմ ես, հոգևոր օրհնված մարդ է, եթե ոչ մեկ քեզի չզանգի, սիրելիս, ուզում եմ իմանաս, Տերը դա թույլ է տալիս, որ հույսդ ոչ հովիվիդ վրա դնես, ոչ ավակիդ վրա դնես, այլ իրա վրա, կենտանի Աստծո վրա, փառք Հիսուսին։ Գիտես, եթե մարդով եղներ, Աստծո ծառան մարդ ուղարկեց, ասավ գնա էս բաները արավ, երեխեն հարություն կառնի, բայց չեղավ, Աստված ինքն է հարություն տվողը, սիրելիս։ Եթե կսպասես որ կզանգեմ, ինչ որ դժվարության մեջ կենես, կզանգեմ, կասեմ, հանկարծ չհանձնվես, ու հետո կարող եմ միտք անցնի, այս հովիվս կարող է հոգևոր չի։ Էսխի չի զանգում։ Էսխի ինձի պազերշկա չի անում։ Կարող է թե չի տենում, ես ինչ դժվարության մեջով եմ անցնում։ Աստծո մարդ էր, պարգևով լցված, մարգար է։ Ասում Աստված ինձանից ծածկել է, որ ես չիմանամ, ինձի չի հայտնի։ Աստված չի հայտնի։ Սելիս, Աստված ուզում է, որ դու հույսդ ոչ թե մարդու վրա դնես, այլ իրա վրա դնես։ Որտեվ Աստվածաշունչը հստակ ասում է, անիծված է մարդը, որ իր հույսը դնում է մարդու վրա։ Օրհնված է մարդը, ում հույսն որ Աստված է։ Ամեն չհանձնվես, հույսդ Աստծո վրա դիր։ Ես չգիտեմ ինչ իրավիճակում ես անցնում, ինչ խնդիրների մեջով կանցնես, դժվարությունների մեջով ես անցնում, հանկարծ չհանձնվես։ Երևի ես քարոզի մեջ 100 անգամ ասեցի, չհանձնվես։ Հալելույա։ Հալելույա։
Տեր, մենակ իմանաս ինչի մեջով եմ անցնում։ Մենակ իմանաս, այս տալս ինչ անում գլուխս։ Կամ չգիտեմ, մենակ իմանաս, գործի Տերը, շեֆս գո ինչ անում։ Ասենց իրար հետ պատկերասու տիրոջ հետ քայլելով գնում ես, ու քո խաչը տիրոջ ուսին է, ու այսենց քայլելով գնում ես, ու ինքը քո խաչը տանում է, քո մեղքերը իր վրա վերցրած, գնում է խաչվելու, ու դու կանգնած դարդերը ես պատմում, պրոբլեմները ես պատմում, ասում է լսի, ես չեմ հանձնվում, դու էլ չհանձնվես, ես որոշել եմ, ինչի համար որ եկել եմ, Տեր, եթե հնարավոր է, այս բաժակը ինձանից հեռացրու, բայց եթե ոչ, թող քո կամքն եղնի, իմացի, որ ես չեմ հանձնվում, ես եկել եմ մարդկության փրկության համար խաչվելու, ես խաչվում եմ, մեր Տերն է անում դա, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ես մարդկության փրկության համար խաչվում եմ, որովհետև սիրում եմ մարդկանց, որ ամեն ինձ հավատացող փրկվի։ Գիտես, այս ամենը, որ ես ու դու տենանք, իմ ու քո համար պետք է օրինակ եղնի, որպեսզի ես ու դու չհանձնվենք։ Հենց այնտեղը չի Աստվածաշունչը ասում, ամուսիններ, սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց իր հարս եկեղեցին ու իր կյանքը դրեց եկեղեցու համար, չհանձնվավ։ Հենց այնտեղը չի ասում, բայց չգիտես, 1-2 փորձում ես, չի ստացվում, գիտես ինչ ես անում, հանձնվում եմ։ Այդ հանձնվել բառը գիտես ոնց է կոչվում, բաժանվում եմ։ Ու Սատանեն ասում է, դու հանձնվեցիր, ես հաղթեցի։ Դու հանձնվեցիր, ես հաղթեցի։ Բայց ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ։ Մեր Տերը Սատանային հաղթել է, հաղթանակն է տվել ինձ ու քեզ, որին վրա եմ ցույց տալի չմտածեք ես եմ Սատանան սիրելիս։ Հալելույա։ Միակ տեղ կա, որ դու պետք է հանձնվես։ Այսօր այդ տեղն է։ Այսօր այդ տեղն ու այդ ժամանակն է։ Մի հատ տեղն է, որ դու պետք է հանձնվես։ Գիտես որտեղ, ասում ես գալիս ես, ասում ես Տեր, ես հանձնվում եմ։ Հանձնում եմ իմ կյանքը քո ձեռների մեջ։ Միակ հանձնվելու տեղն է, որ դու քո կյանքը պետք է հանձնես Քրիստոսի ձեռների մեջ։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Արեք ոտի կանգնենք։ Հալելույա։ Չհանձնվես։ Ինչ ուզում է եղնի, սիրելիս իմացի, Քրիստոսը արդեն հաղթել է, ոչ թե հաղթելու է, այլ արդեն հաղթել է։ Քեզ մնում է հավատարիմ գնաս իր հետևից, ամեն, դորնված ես, փառք Հիսուսին։ Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է։ Եթե այստեղ ես ձեր բարձրացու ողջունենք քեզ, եթե ընդհանրապես նման եկեղեցի չես եղել, Տերը ձեզի շատ օրհնի, Աստված օրհնի ձեզ, փառք Հիսուսին, հալելույա։ Ես ձեզ առաջ չեմ կանչի, ես կուզեմ, որ իրար հետ մի աղոթ կանենք։ Էլի կա մարդ սիրելիներս։ Հալելույա։ Ես ձեզ առաջ չեմ կանչի, ես կուզեմ, որ իրար հետ մի աղոթ կանենք ու կխնդրեմ, որ համացանցով դիտողներն էլ այս աղոթ կանեն։ Աղոթքը կոչվում է ապաշխարության աղոթք, ամեն, ապաշխարության աղոթք, որ ասենք Հիսուս ջան, ինչ արե չեմ արե, խնդրում եմ ինձ ների։ Ես իմ կյանքը տալիս եմ քեզ։ Ամեն, կանեք այդ աղոթքը իմ հետ։ Ես ասեմ իմ հետևից կկերգնեք։ Անցաշապատ կակրած ձեր տղան, ձեր որդիները այս աղոթք կանում։ Փառք Հիսուսին, գիտեք ինչ է ասում։ Աստվածաշունչը ինչ էր ասում։ Հիշում ես, որ Պողոսն ու Շիրան բանդապետին ասեցին կփրկվես դու եւ կփրկվի քո տունը։ Անցած շաբաթ եղբայրն ապաշխարել, այս շաբաթ ծնողի հետ է եկել։ Կփրկվի ինքը եւ նրա տունը։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Կխնդրեմ փագեք աշկերներդ ու իմ հետ կրկնեք։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով, սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար, ինձ մեղքերից ազատելու համար, խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո սուրբ հոգով,
Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։